Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է, որը ինձ միացել է տեսակապով Ֆրանսիայի Փարիզ մայրաքաղաքից, նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, կարծես թե Իրանի եւ ԱՄՆ-ի միջև մեկնարկել են բանակցություններ, համենայն դեպս ԱՄՆ նախագահ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է 5 օրով հետաձգել իրանական էլեկտրակայաններին ուղղված հարվածները, այդ մասին նա այսօր գրել է սոցցանցում, նշելով, որ Վաշինգտոնը Թեհրանը վերջին 2 օրում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են անցկացրել, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում։ Մենք կարող ենք խոսել պատերազմի մոտ ավարտի մասին, թե այն լուրջ հակասությունները եւ խնդիրները, որոնք ընկած էին այս հակամարտության հիմքում, դեռ լուծված չեն, հետեւապես վաղ է խոսել այդպիսի լավատեսական սցենարների մասին։ Ես կցանկանայի լինել զգուշավոր լավատես, բայց նաեւ ռեալիստ։ Ձեր խոսքում նշեցիք ԱՄՆ եւ Իրանի, բայց այստեղ երրորդ պետությունն էլ պետք է նշեիք, որի շահերը անմիջականով են նաեւ հաշվի պետք է առնի նույն ԱՄՆ-ն, Իսրայելի մասն է խոսքը, ուստի ավելի շատ իրավիճակը միգուցե time out-ի նման դեզեսկալացիայի միտում կա, քանի որ Եվրոպայի կողմից էլ կա հստակ միջամտություն եւ կարելի ասել նաեւ ճնշում ԱՄՆ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահի, որպեսզի իրավիճակը քիչ թեթևանա, բայց հաշվի առնելով ռազմաքաղաքական շահերը ԱՄՆ-Իսրայել բլոկի, կարծում եմ, որ հավանականություն կա ցավոք սրտի վերսկսման։ Դրա մասին քիչ հիմքեր կարող են այս պահին լինել, որտեղ մենք չենք տիրապետում ողջ ինֆորմացիային, տեղեկատվությանը, թե ինչ որակի եւ ինչ տեսակի բանակցային նյութեր են շոշափում կողմերի միջև, պատերազմող կողմերի միջև, այնուամենայնիվ հաշվի առնելով այն ինտենսիվությունը եւ նոյեմբերին սպասվող նաեւ ԱՄՆ-ում այդ ընտրական գործընթացը, կարծում եմ, որ դեռևս պետք է լինի ներքին լսարանի համար ամեն դեպքում ցույց տալու Ամերիկայի հզորությունը մյուս մայրցամաքում։ Պարոն Հարությունյան, դուք նշում եք, որ Իսրայելի շահերը պետք է նաև հաշվի առնել ԱՄՆ-ի կողմից, իսկ դուք չեք բացառում մի իրավիճակ, երբ Վաշինգտոնը ուղղակի Թել Ավիվի շահերը հաշվի չառնի։ Եթե այսպես շարունակվի պատերազմական գործողությունները, հաշվի առնելով այն լուրջ ճնշումը, որի մասին դուք եք խոսում, որը կա ներքին, ներքին ճնշում կա ԱՄՆ-ում, եվրոպական ճնշումը, որը դուք նշեցիք, եւ ընդհանրապես ներգաղթիչների հետ կապված տնտեսական իրավիճակը կարծես թե վերահսկողությունից դուրս է գալիս եւ ինչու ոչ, միգուցե նաեւ սա ուղղակի որպես վարկած կարող է գալ պահ, երբ Իսրայելի եւ ԱՄՆ-ի շահերը չհամընկնեն այլևս։ Գիտեք, այստեղ մինչև այդպիսի գործողության դիմելը ենթադրում եմ եւ վստահ եմ, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ունեցել են հստակ ռազմավարություն, միգուցե որոշակի շեղումներ մարտավարությունից։ Այժմ այդ մարտավարության համապատասխանեցումն է, ադապտացումն է, որի համար, քանի որ եթե տեսնում ենք, որ Իրանը նաև այսպես ասած ճշնամիները վաստակում իր իսկ անմիջական հարևանների հարաբերություններում, ուստի էներգակիրների հարցը մնում է կիզակետային բոլորի համար, այսինքն բոլորին միավորում է էներգակիրների հարցը այս պատերազմում եւ նաև Եվրոպայի այդ կարելի ասել ոչ համերաշխությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, նաեւ շատ եզակի հազվագյուտ, այսպեսի ասած, Եվրոպան իր ձայնը լսելի դարձրեց։ Բայց վարկածները կարող են տարբեր լինել, ես հակված եմ կարծելու եւ կցանկանայի, որ սխալվեի,
որ սա ուղղակի time out-ի նման միջանկյալ իրավիճակ է լինելու։ Եվ նաև անդրադառնանք Հայաստանում կատարվողին, կապված նաև արտաքին քաղաքականության հետ, պարոն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն նշել է, որ եթե քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն չունենա ապագա խորհրդարանում, լինելու է պատերազմ, եւ ահա այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել այդ տեսակետը եւ նշել է, որ սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական է նշել, նկատի ուներ ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ այդպիսի հեռանկար պատերազմական կարող է լինել, դա միանշանակ է, ասում է պարոն Միրզոյանը։ Սա զուտ նախընտրական խոսույթ է ձեզ, թե իրոք կան հիմքեր պնդել, որ Հայաստանում իշխանափոխության դեպքում հնարավոր է Ադրբեջանի հետ հարաբերությունները վատ թարացվեն պատերազմական աստիճանի։ Հավանականությունը ցածր եմ համարում, այսինքն դոմինոյի էֆեկտով հավանականությունն եմ ցածր համարում, չնայած ոչինչ չբացառելով, այնուամենայնիվ գիտենք, որ անդիմության կողմից հնչող նաև նախընտրական այս գործընթացում Կներեք, դոմինոյի էֆեկտով ինչի հավանականությունը, պատերազմի։ Այո, եթե ինչպես նշել է իշխանությունը ընտրությունների արդյունքների դեպքում ինչպես կլինի։ Հավանականությունը իհարկե կա, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանը դեռևս մնում է ՀԱՊԿ անդամ, Հայաստանը ունի արցախցիների խնդիր, այսինքն խնդիրը, այսպես ասած, իրավական առումով չի փակվել, այսինքն պատմության այդ էջը շատ-շատերի համար դեռևս կլինի ընդդիմություն, թե հասարակ քաղաքացիներ, այդ շահարկումը կա, Արցախի հետ բերելը, այսպես ինչպես տարբեր աղբյուրներում նստում են ռևանշիստական մոտեցումները, ուստի դա կարող է, որպեսզի ռուսական ազդեցության ավելացումը ընդգծված լինի, դրա համար կարող է այդ միասնությունը Ռուսաստան-Հայաստան այդպես նաև արտահայտվի որոշակի բախումների եւ հետագայում արդեն լինի հավանականությունը, սակայն ցածր եմ համարում, չեմ կարծում, որ նույնիսկ ընդդիմությունը գալով իշխանության այդպիսի ավանտյուրայի մեջ մտնի, երկիրը տանի դեպի պատերազմ։ Դա ավելի շատ նաև գիտեք մարքեթինգի օրենքների մեջ էլ, որպեսզի ապրանքի վաճառելիությունը բարձրացվի, միշտ գովազդները կատարվում են վախի չունենալու, կորցնելու կամ այլ այդպիսի հոգեբանական հնարքներով։ Ուստի սա նաև ավելի շատ երկու կողմից նկատի ունեմ, եւ իշխանության եւ ընդդիմության կողմից ավելի շատ նախընտրական այս քարոզարշավի շրջանակներում նաև կատարվող հնարքներ են, որ օրենքով չի արգելվում եւ քաղաքականության մեջ շատերն են կիրառել եւ կիրառում են։ Պարոն Հարությունյան, ընդունենք որպես շողակի վարկած, որ այո, պրոռուսական ընդդիմությունը, եթե գա իշխանության, գնալու է այդ ճանապարհով, այսինքն այն ինչ թելադրվելու է Մոսկվայից, պատերազմ, պատերազմական գործողություններ Ադրբեջանի հետ, ինչու ոչ։ Լավ, բայց այդտեղ այլ հարց կա։ Իշխանության սցենարը որն է, իշխանական պլանը որն է, այս պահին կա մեկ հիմնական պլան, դա խաղաղությունն է Ադրբեջանի հետ, որի հիմքում ընկած է թրիպ նախագիծը, այսինքն այդ խաղաղությունը կառուցվում է թրիպի հիման վրա, ԱՄՆ-ի հովանավորության տակ է գնում։ Հիմա, եթե Իրանում լինեն փոփոխություններ, իսկ որևէ մեկը չի կարող դա բացառել տարբեր սցենարներով, որոնք թրիպի ակտուալությունը առնվազն կնվազեցնեն։ Արդյոք Հայաստանի գործող իշխանությունը, եթե վերընտրվի, չպետք է գոնե պլան B ունենա, միգուցե պլան C ունենա, որովհետև այդ ամբողջ խաղաղության գործընթացը արկախված է այդ թրիպ նախագծից, եթե այդ նախագիծը ակտուալությունը կորցնի կամ անցնի երկրորդ պլան։ Այդ դեպքում ինչպես ենք կառուցելու այդ խաղաղությունը։ Իսկ պլան B կա,
երկու կողմերից էլ երևի թե Հայաստան-Ադրբեջան տնտեսական փոխ կախվածություն ունենալու դեպքում ունենալ այլ ընտրանք, որը եթե Հայաստանի հարավային սահմաններում անկայունություն նկատվի եւ Հայաստանը կամ երկրներից մեկը հրաժարվի կամ հենց ԱՄՆ-ն փորձի հրաժարվել կամ սառեցնել թրիփի գործունեությունը, ապա կարծում եմ, որ ամեն դեպքում այդ գործընթացը տնտեսական այդ փոխգործակցությունը եւ փոխկապակցվածությունը, փոխկախվածությունը այն երանգյունին, որ կա դա մեր աշխարհագրությունն է, դա մեր տարածաշրջանն է, Ադրբեջան, Հայաստան, դեպի Թուրքիա, դեպի եվրոպական շուկա, ապա այդ դեպքում արդեն կփոխվեն սկզբունքը կմնա նույն խաղաղության, այսպես ասած, ջատագովներ, բայց ճանապարհների դասավորվածությունները կփոխվեն, այսինքն այդտեղից միգուցե Հայաստանի հարավը չլինի, այլ միջանկյալ ձևով, քանի որ հիմնական նպատակը նաև ԱՄՆ-ի կողմից թրիփի ներմուծումը դա հարավային Կովկասը դարձնել ինքնուրույն եւ ավելի ակտիվ տնտեսական, որը ինքնաբավ լինի եւ չկապվի ռուսական ուղղակի ազդեցության հետ։ Ուստի տվյալ դեպքում պլան B-ն այստեղ կմեծանա Թուրքիայի որպես տարածաշրջանային խաղացողի դերը, տնտեսական այդ փոխգործակցությունը ակտիվացնելու Հայաստան-Ադրբեջան դեպի այլ շուկաներ, դեպի ավելի եվրոպական շուկաներ։ Կարծում եմ, որ դա ոչ բացահայտ, բայց կուլիսներում, այսպես ասենք, որպես երկրորդ պլան իհարկե առնվազն քննարկվել է, քանի որ նորից եմ կրկնում, որ հարավային Կովկասը անհրաժեշտ է, որպեսզի ավելի ազատականացվի այն իմաստով, որտեղ ռեսուրսների վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենա ռուսական գործոնը։ Դա է արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հիմնական նպատակը։ Պարոն Հարությունյան, եւ այսպեսի հարց շատերը Հայաստանում հիմնականում ընդդիմությունը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որ նա Իլհամ Ալիևի բոլոր պահանջները ի կատար է անում հետևողականորեն, եւ որ Ալիևը համապատասխան շատ է շահագրգռված, որ Փաշինյանը վերընտրվի եւ ԿՊ-ն վերընտրվի։ Այստեղից հարց է առաջանում, ինչու Ալիևը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը միջև ընտրությունները, որովհետև դրանով ինքը շատ լուրջ, սա իրականություն է, կարտ բլանշ կտար քաղաքացիական պայմանագրին, որը կարող է հայտարարել, որ խաղաղությունը արդեն կա եւ կա համապատասխան փաստաթուղթը, որը այսօր միջև այսօր չկա։ Եթե այդպես է, ինչու Ալիևը այդ ճանապարհով չի գնում։ Նայեք, տարբեր պատասխաններ կարող եմ տալ, Ալիևը միգուցե մտածում է, որ արդեն իշխանությունը ստաբիլ լինի Հայաստանում, նոր այդ իշխանությունների հետ ստորագրել եւ պարտավորվել խաղաղության պայմանագիրը, ճիշտը պետք է ասել, որ ավելի շատ Ադրբեջանի ուզած, այսպես ասած, հեգեմոնիան կա այդտեղ, առնվազն հանրության աչքերում նաև այդպես է ընկալվում շատերի մոտ, բացի դրանից նաև կարծում եմ, որ այստեղ համընկնում է եւ իշխանությունը շատ չի շտապում, որպեսզի մինչև ընտրություններ ստորագրվի խաղաղության որովհետեւ պարտավորեցնող իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, այսպես ասած անուղակի կերպով երկու կողմերին էլ ձեռնտու իրավիճակ է, կարելի ասել, որ տարածաշրջանում ամեն դեպքում լարվածությունը թուլացել է, դա միանշանակ պետք է ընդունել որպես փաստ, որը դրական պետք է օբյեկտիվորեն եւ դրականորեն դրա մասին խոսել, չնայած քննադատությունը նաև դա մեր ժողովրդավարության մասն է կազմում, բայց օբյեկտիվությունը նույնպես։ Ուստի կարծում եմ, որ երկուստեք լռելային սպասում են ընտրություններից հետո, քանի որ Ադրբեջանի դեպքում ինչ ընտրությունը լինի, նույն Ալիև ընտանիքն է այստեղ, այսինքն Հայաստանը որևէ բան չի կարող ակնկալել, բայց Հայաստանի դեպքում կա հնարավոր այլ ելք ընտրությունների, ուստի որպեսզի հետո եկող նոր իշխանությունը չասի ես նախկինների վերցրած միջազգային պարտավորություն չեմ կատարում եւ ընդհանրապես վերացնում եմ օրինակի համար որպես վարկած, եթե ընդդիմությունը անցավ իշխանության։ Ուստի տվյալ դեպքում Ադրբեջանի կարելի է փնտրել այդ դրամաբանության շրջանակներում չստորագրելը կամ հապաղելը
մինչև դրա ստորագրումը։ Իհարկե կան նաև այլ գործոններ, բայց առաջին հերթին, որպեսզի առաջիկա 5 տարին արդեն ավելի վստահ սկսեն իրար հետ աշխատել։ Միգուցե այդպիսի տրամաբանություն էլ կա Ալիևի եւ Ադրբեջանի վարչակազմի մոտ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հարությունյան։ Խնդրեմ։ Մեր հյուրներ, որը մեզ միացել էր տեսակապով, Ֆրանսիայից, Փարիզից, նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյան, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։